Վկայի կարգավիճակից մեղադրյալի աթոռին, բայց առանց ապացույցի։ Արշակ Սրբազանի գործով առաջին դատական նիստի ընթացքում դատավորը հաստատել է, կորել է իրեղեն ապացույց հանդիսացող թմրադեղը, ինչպես, ինչ պայմաններում, իրավապահ համակարգում ևս չգիտեն։ Այն հանգամանքը, որ այդ գործով ապացույց, միակ ապացույց կարելի ասել է համարվող թմրադեղը այլևս չկա, մեր մոտ հարցեր է առաջացնում։ Արդյոք եղել է սկզբանե այդ թմրադեղը, դա մեկ հարց։ Արդյոք այդ չափի եղել։ Գիտեք, խնդիրը ստեղ նրանում է, որ մենք ի սկզբանե գիտենք, որ այս գործը շինծու է։ Մայրաթոռի դիվանապետի դատական առաջին նիստը անցավ բավականին հետաքրքիր։ Պաշտպանական կողմն անմիջապես բացարկի միջնորդություն ներկայացրեց, պահանջելով հեռացնել դատավոր Գևորգ Մանուկյանին։ Փաստաբանները պնդեցին, որ դատավորը նախկինում աշխատել է գործով ներգրաված դատախազի հետ եւ այդ հանգամանքը բավարար է կասկածի տակ դնելու նրա անաչառությունը։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած դատավարությունը հենց առաջին նիստից վերածվեց ոչ թե բովանդակային քննարկման, այլ դատական համակարգի անաչառության շուրջ լուրջ հարցադրումների հարթակի։ Պարզվեց, որ դատավոր Գևորգ Մանուկյանը աշխատել է նաև այն քննչական մարմնում, որտեղ մեղադրանք են առաջադրել Սրբազանին։ Այդպես ոնց կարելի է այդ նույն ժամանակահատվածում դատավորը, որ հիմա այժմ քննում է գործը, այն ժամանակ եղել է քննիչ, հետո եղել է դատախազ եւ նույն մարզում շատ հնարավոր է, որ ինչ որ կերպ այդ գործը քննող անձանց հետ առնչություն է ունեցել։ Չգիտեմ, կոլեգաներ են եղել, նույն սենյակում են նստել եւ ամեն առումով ճիշտ էր այդ որոշումը։ Դատարանը չհակադարձեց ներկայացված պնդումներին, միջնորդությունը բավարարվեց, դատավորը ինքնաբացարկ հայտնեց եւ նիստը ավարտվեց դեռ չսկսված։ Դահլիճում որոշումն ընդունվեց ծափահարություններով։ Արդեն դրսում Արշակ arczepiskopos Խաչատրյանը ծիծաղով մեկնաբանեց տեղի ունեցողը։ Չգիտեմ ինչի մասնավկայեմ, բայց ծիծաղահարություն։ 25 թվականին բացվեց, մեկ էլ հանկարծ պարզվեց, որ մեղադրյալը ես եմ։ Մայրաթոռի դիվանապետը մեղադրվում է թմրադեղ իրացնելու համար։ Գործը հարուցվել է 2018 թվականին Նոր Հայաստան Նոր Հայրապետ ակցիայից հետո, երբ մի խումբ քաղաքացիներ հարձակվել էին կաթողիկոսի ու մի քանի այլ հոգևորականների վրա։ Ըստ քննչական մարմնի, երբ քաղաքացիները քաշքշում էին վեհափառին, Արշակ Սրբազանը հասցրել է այդ ընթացքում թմրանյութ գցել ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակի մեջ։ Հենց այդ իրեղեն ապացույց հանդիսացող թմրանյութն էլ, որ պիտի բերվեր դատական նիստերի դահլիճ որպես ապացույց, չկա։ Չկան ոչ լուսանկարներ, ոչ էլ այլ որևէ ապացույց։ Սեդա Մակարյան, Մհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։